Հասմիկ Մերկոնյանն եմ, Շիրակի Մարզյանի համայնքի գյուղ Սառնախբյուրից, սովորում եմ Աթևոս Մատատյանի անվան 11-րդ դասարանում։ Դեռևս այսքանը։ Սառնախբյուրը քաղաքականապես հասուն տեղանք էր, մարդիկ չէ, քաղաքականությամբ շատ են հետաքրքրվում, ըմբոստ տեղանքներից մեկն է։ Դե կարծում եմ Հայաստանում բոլորը զբաղվում են քաղաքականությամբ ու բոլորը հենց այսպես ասած զբաղմունքը հենց դա է։ Դե բոլորս էլ մասնակից ենք դառնում քաղաքականության ինչ-որ մասնիկի, բայց այո, կարող ենք ասել եւ հա։ Օրը սկսում եք քաղաքականության հետաքրքրվելով, լուրեր ընթերցելով, ո՞նց է սկսվում ձեր օրը։ Առհասարակ այո, շատ են հետևում լուրերին, քաղաքական անցուդարձին ու ոչ միշտ են օրերը սկսում ինչ-որ քաղաքական այդպիսի քննարկումներից, բայց ընթացքում երբ որ հավաքվում են ինչ-որ շատ տենց հավաքներին, մեծ հավաքներին, այս դեպքում արդեն որ սկսում են քաղաքականությունից խոսալ, բայց ոչ միայն քաղաքականությունը դառնում հիմնական թեման, այլ ինչ-որ այդ թեմաները նույնպես սկսում են խոսալ։ Գյուղամիջյանը քննարկումներից եք հիմա ասում։ Ինչ մասնագիտություն եք ընտրելու հետագայում, քաղաքականության մեջ եք լինելու, քաղաքագետ եք դառնալու, թե իրականում որպես այդպիսի մասնագիտություն ընտրել եմ միջազգային հարաբերություններում որպես դիվանագետ, ինչու հենց մանկուց սիրել եմ ու հենց հետաքրքրված եմ եղել ու ուսումնասիրել եմ տարբեր օրինակ այն կառույցները, որտեղ որ մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային պատմության մեջ ու ամենաշատը սիրել եմ Եվրոպական միությունը, որ մանկուց հետաքրքրությունը հենց դա է դառնում իմ դրդապատճառը, որ դիմեմ որպես դիվանագետ, բացի դրանից նաև իմ ընտանիքի անդամների որոշ մասը, իմ բարեկամներ նույնպես գնում են այս ուղղությամբ ու կարելի ասել ոնց որ մեր այրա մեջ դիվանագիտության գիծը կար ու դա կարող է հանգամանք դառնալ իմ ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Հայկական իրականության մեջ ինչը կփոխեք։ Դա շատ մեծ է դիվանագետի դերը, բայց ես որպես իմ գործը տեսնում եմ արտասահմանում, օրինակ ինչպես որ նշեցի, Եվրոպական միության իմ երկրի շահերը ներկայացնել ու այս այն հարթակն է, որ դու ներկայացնում ես այնտեղ քո երկիրը ու ինչ որ հարցերում կարող չէ օգնում ես քո երկրին, որպես ինչ որ ճգնաժամերից դուրս գալ կամ ինչ որ քննարկումներ, դեռևս հենց այդ ասպարեզում եմ տեսնում։ Որպես այդպես։ Պատերազմը հնարավոր է հաղթահարել դիվանագիտությամբ։ Իրականում հենց փորձներ ցույց է տալիս, որ պատերազմները միշտ լուծվում են դիվանագիտության միջոցով։ Չգիտեմ, չեմ կարող ասել ինչ որ այդպիսի մի երևույթ, որ պատերազմը հենց չլուծվի դիվանագիտության միջով, վերջում ի վերջո բոլորս էլ գալիս ենք ինչ որ համաձայնության, ինչ որ կետի հանգում ու կարող եմ ասել, որ հա, հենց դիվանագիտության միջոցով լուծվում են պատերազմները։ Անլուծելի բան չկա դեռևս այս ստացքում։ Առաջնորդության ճամբարի եք մասնակցում։ Ինչ սովորեցիք այստեղ, որն էր ամենատպավորիչը, ինչ հանդիպումներ եղան։ Նախ եւ առաջ հենց առաջնորդության լավ մեծ հնարավորություն է երիտասարդների համար, քանի որ հենց սկզբից դու սովորում ես առաջնորդության ու հաղորդակցման հմտությունները, որոնք մեծ նշանակություն ունի ապագա մեր գործերի համար, քանի որ մենք այս ծրագրից հետո սկսելու ենք կատարել տարբեր համանքային ծրագրեր, որոնք որ մենք այս քանի օրերի ընթացքում վերցրեցինք որպես առաջնային հենց մեր հիմնախնդիր, ու սա էլ մեծ հնարավորություն է երիտասարդների համար ավելի տեղեկացված լինել տարբեր հմտությունների մասին, ինչպես որ նշեցի առաջնորդությունը հենց որպես հմտություն, այս քանի օրերին շատ հետաքրքիր անցան, քանի որ մենք հանդիպեցինք շատ տարբեր ասպարեզներում գտնվող մարդկանց հետ, քննարկեցինք թե ինչպես ու այս հանդիպումները մեզ համար մեծ հնարավորություններ ավելի տեղեկացված լինել տարբեր ոլորտներով ու բացի դրանից հենց մեր բանախոսներն մեծ ազդեցություն ունեցան մեր հետագա քայլերի վրա։ Կա քաղաքական կոծիչ, որի գաղափարները կատարած աշխատանքը ձեզ ոգեշնչում է։
Իրականում մանկուց իմ համար որպես մեծ այդպիսի քաղաքական գործիչ մնում է եւ մնալու է Չերչիլը, դա չգիտեմ համաշխարհային պատմությունից էլ արդեն գիտենք, որ նա այն մարդն էր, ով 20-րդ դարում արդեն բրիտանական կայսրությունը մնում էր ոչնչացման եզրին, բայց ինքը դուրս հանեց բոլոր ժողովրդին, հենց իր խելացի քայլերի միջոցով ու լավ խոսք ունի, ասում է երբեք հանձնվելու ժամանակ չկա ու հենց այդ մտքով շարժվելով էլ նա կարողացավ Բրիտանիան դուրս բերել ճգնաժամից ու հարկավոր է նշել, որ հատկապես պատերազմի ժամանակահատվածում էր այդ ամեն ինչը տեղի ունենում։ Հայաստանը դեպի Եվրամիություն պիտի գնա, թե ճիշտը Ռուսաստանի հետ։ Իրականում ես այս հարցում չեզոք եմ, քանի որ գիտեմ կարող ենք ասել, որ պետք է չուրանալ մեր պատմությունը, հետո կարող ենք հիշել Ռուսաստանը մեզ դուրս բերեց մուսուլմանական կազմից, մենք արդեն մտանք արդեն փոխշփման մեջ ռուսական քրիստոնյա ռուսների հետ, բացի դրանից ինձ թվում է, բայց որպես այդպեսի հեռանկար տեսնում եմ Հայաստանը իր զարգացման որպես այդպեսի գագաթնակետին կհասնի, երբ որ սերտ համագործակցություններ տեղի ունենա Եվրոպական միության հետ ու տարբեր եվրոպական երկրների հետ։ Բայց այս հարցում չեզոք եմ։ Եվ ինչպիսին պետք է լինի առաջնորդը, Չերչիլի կերպարով պետք է լինի, ինչպես որ դուք նշում եք, թե դուք ունեք նաև ձեր չափանիշներն արդեն։ Չէ, իրականում ես ունեմ իմ չափանիշները ու առաջնորդը համարվում են մարդը, ով որ ինչ-որ օրինակ վերցնենք թիմում, ինչ-որ հրամաններ չի տալիս, այլ ոգեշնչում է երիտասարդներին, թիմի անդամներին ու տանում ճիշտ ուղղության վրա։ Իմ կարծիքով հենց ինքն է առաջնորդը, հենց ինքն է։ Որևէ մի իրավիճակ եղել է, որտեղ դուք լինեք առաջնորդը։ Կամ նախաձեռնություն։ Քանի որ ես իմ առումով շատ ակտիվ երիտասարդ եմ ու տարբեր ինչ-որ ծրագրերի մասնակցելուց կամ կազմում եմ իմ ծրագրերը, այս դեպքում ես էլ եմ դառնում առաջնորդ, բայց փորձում եմ իմ առաջնորդությունը չցուցաբերել ավելի մեծ, այլ համագործակցում եմ բոլորի հետ ու բոլորս էլ դառնում ենք առաջնորդ։ Ու այս դեպքում, չգիտեմ, իմ համար ավելի հեշտ ու հետաքրքիր է դառնում աշխատել երիտասարդների հետ եւ ոչ միայն։ Որևէ մի գաղափար սեզանից իրագործվել է արդեն։ Այս պահին դժվար է հիշելը իրականում, բայց հիմա ես անդամակցում եմ Սառնախտիրում գտնվող 9 հավ երիտասարդական կենտրոնին, որի շրջանակներում էր համագործակցելով թե մեր գյուղի ակտիվ երիտասարդների հետ, թե համայնքի ակտիվ երիտասարդների հետ, իրականացնում ենք տարբեր համայնքային միջոցառումներ, թե գյուղում, թե համայնքային բնակավայրերում, բայց դեռ ավելի շատ ծրագրեր կան, որոնք որ պիտի կատարվեն ապագայում։